Ողջույն, Բուն TV եթերում գրողի ծոցից հաղորդումն է, ես Մարիամն եմ։ Այսօր ինձ հյուր է եկել գրող Ջեսահը, ում հետ միասին խոսելու ենք շատ տարբեր թեմաներից ու հենց իրենից։ Ողջույն։ Ողջույն Մարիամ։ Գևորգ ասեմ, թե Ջեսահ ասեմ։ Ոնց ես։ Լավ, դու։ Օրդ ոնց ես սկսել, լավ եմ։ Լավ, երկար քնել եմ, արդեն լավ եմ սկսել։ Ընդհանրապես ծիսակարգ կա գրողների օրվա հետ կապված ինչ որ։ Իմ մոտ բացարձակ չկա։ Արթնանում ես, աշխատանքի ես գնում, իսկ գրելու առօրյան է։ Գրելու մասով էլ չկա իրականում, կարևորը միտքը գա, որտեղ հարմար է, անգամ եթե ինչ-որ աղմուկ է լինում, չի խանգարում էլի։ Որտեղ պատահի կգրեմ։ Գևորգ, դու երբ որ հայտնվեցիր այսպես գրական դաշտում Ջեսահ անունով ու ոչ այնքան երևացող նկարով, շատերիս մոտ տենց ուզում էինք հասկանալ ով է ու անցան նոր մի քանի տարիներ, ապա նոր բացահայտվեցիր եւ անուն-ազգանունդ եւ նկարդ։ Այդ պատմությունը կպատմես, ինչու որոշեցիք դու եւ հավանաբար խմբագիրը կամ դու մենակ, չգիտեմ, ոնց սկսվեց, որ որոշեցիք Ջեսահ ու թաքնված։ Մի անգամ որ հարցազրույց էի միտեղ տվել, զանգեցին, ասեցին նկար, որ խնդրեմ ուղարկես, որ դնենք, ես նկար չունեի։ Այդ պատմում որ հասկանաս, թե ինչքան նկարվել չեմ սիրել, երևալ ինչ որ կամ տեսահոլովակներում հատկապես, դրա համար ուզում էի ընդհանրապես ոչ միտեղ դեմքով չերևալ, բացի այդ էլ ինքնություններս էի ուզում տարանջատել, ինչը տենց կարևոր մաս էր կազմում որոշման, որ լինեմ եւ Գևորգ, հա, իր աշխատանքով, իր մասնագիտությամբ ու Ջեսահ, որից կարելի է ուղղակի այդ առօրյայից հետ կտրվել ու գնալ մի քիչ այսպես ասած գրական իրականություն, հետո որ ձախող եմ, կասեմ, այդ ես չէի, ես այսօր իմ հետ կապ չուներ։ Բայց հետո փոխվեց ամեն ինչ։ Հա, հետո տենց տարիներ անցան, հարցազրույցներ, բաներ, դա արդեն անիմաստ էր դարձել, բայց իրականում մարքեթինգային միտում էլ ուներ, որ ընթերցողը պոտենցիալ գնորդը չիմանա, թե հայի գրած գործ է կարդում, արտասահմանցու, անգամ կողմնորոշվել էլի արաբա, չգիտեմ, եվրոպացի է, հայ ով է։ Հետաքրքիր է, որ չէր սիրում նկարվել, չէր սիրում երևալ, բայց հիմա բլոգ ես վարում, բավականին ակտիվ ու բավականին հետաքրքիր ու նաև ինչն է հետաքրքիր, որ ուղակի բլոգ չի, այսինքն ուղակի դու լուրջ դեմքով չես նստում ու պատմում, խաղեր կան հետաքրքիր, ինչ որ թատերական փոքրիկ ներկայացումներ կան ու ոնց անցում է եղավ։ Ես նկատել եմ, որ ծայրահեղ զգացումները իրար շատ մոտ են, շատ մոտ, ավելի մոտ, քան քեզ կարող է անգամ թվալ, համար այդ չսիրելուց միջև որոշում ընդունել ու գնալ բլոգ նկարել, կարծում շատ ավելի կարճ է թվում, քան ենթադրելի է։ Իսկ բլոգ նկարելն է ավելի դժվար թե գրելը։ Բլոգ նկարելու որոշում ընդունելն է ամենադժվարը։ Իրականում ես չէի էլ ուզում, ընկերներս խորհուրդ տվեցին, ասացին, դե որ դու չանես, տենց չի տարածվի բան, ու շատ արդարացրեց իրեն, ահագին շարժ է մտել, գրքերն են գնում, խոսում են գրքերից եւ այլ, բնականաբար ուրախ եմ դրա համար։ Բայց սկզբում դժվար էր, խուսափում էի կամերայի առջև երևալուց, անգամ ձայնագրում էի, հետո վիզուալը հետո է ավելացնում, որում ես չկայի, բայց ասեցին, չէ, Instagram-ը սիրում է, որ դու քո դեմքով ես երևում եւ այլ, ես էլ ասեցի, լավ որ սիրում եմ, նախասիրություններ ունի, խնդրեմ չկա։ Գևորգ, ինչքան բացահայտվում ես, ինչքան շատ ես երևում հանրությանը, հայտնի ես դառնում, այնքան ավելի հավանական է, որ կլինեն շատ քննադատություններ, նաև կլինեն մարդիկ, որոնք գովասանքներ կհնչեցնեն։ Ուզում եմ հասկանալ քո վերաբերմունքը ընդհանրապես այդ երկու մոտեցմանը, շատերը իհարկե շատ լավ մեկնաբանություններ կգրեն, մի մասն էլ քննադատություններ կգրի։ Կարողանում ես չեզոքացնել ու այդպես շատ չկենտրոնանալ այդ ամենի վրա։ Փորձում եմ բոլոր մեկնաբանություններին պատասխանել, այտենց հազվադեպ է եղել, որ մի քիչ ոչ եթերային բառեր լինեն մեջը, դրանք ինչ ջնջում ես էլի, պահես ինչ անես, ուրիշները տենան, բայց եթե օրինակ քննադատություն անջում, սիրով պատասխանում եմ, մարդկանց կարծիքն է, ընդունում եմ, կարա նաև մարդը այլ կերպ մտածի, փորձում եմ իմ տեսակետը ներկայացնել, բայց ամենևին չպարտադրել։
Գնանք մի քիչ հետ մանկություն, մի քիչ փորձենք քեզ ճանաչել, որովհետև դասական գրողներին սովորություն ունենք դասագրքերում կենսագրություն կարդալու, այսպես մեզ համար ամենահարմար պատկերը ստանալու նրանցից, իսկ ժամանակակից գրողներին կարելի է ուղղակի հարցնել դրա մասին ու պատմել օրինակ մանկության մասին, ինչ վառ հիշողություններ ունես կամ մանկությունը ընդհանրապես ոնց է քո մոտ տպավորված։ Շատ էի սիրում մանկությունս, դրա մասին հիշելն էլ էի սիրում, մեծ մութը որ գրեցի, բոլոր հիշողություններս փորձել եմ գույքագրել, ինչ եմ զգացել ու այնքան տարօրինակ պատմություններ կային, որ քեզ կարողա թվա դրանք ընդհանրապես տեքստ դառնալու հավակնություն չունեն, բայց երբ որ դրանք վերհիշում ես, հասկանում ես, որ հենց էս կարա լավ տեքստ դառնա, մի տենց պատմություն կար, էդ էր շատ տպավորվել։ Տատիկիս հետ պետքա Մոսկվա գնայինք, շատ փոքր էի, էլի չեմ հիշում քանի տարեկան էի, 4-5 երևի կարող եմ մի քիչ ավելի։ Ասեց Մոսկվա թռնենք, ասեցի, հա, թռնում ենք, նենց էի ուրախացել, որ պիտի թռնենք, դե ես էլ այդ ժամանակ ինչ մտածեմ, թռիչք ինքնաթիռով ոնց է լինում, ինչպես է լինում, չեմ 5-6 էի կարծեմ։ Ու երբ որ մենք գնացինք արդեն ինքնաթիռում տեղավորվեցինք, նստում ենք, դա ինձ համար այնքան տարօրինակ էր, ասում մի րոպե, հիմա մենք պիտի թռնենք, թե նստենք։ Այս ինչ անհասկանալի բան է, ինչ որ խցի մեջ, հա, դու պատկերացնում ես խցիկում, դե հա պատկերացնում եմ իմ հերոսների պես Սուպերմեն, Բեթմենի պես, չգիտեմ, տենց ինչ որ թռնելուն գոնե մոտ լիներ, էլի, դե ամեն դեպքում գիտեի, որ դժվար տենց ինչ որ թռչես, բայց այդ մանկական այդ երազները, այդ երազանքները տենց ջարդվեցին այդ պահին։ Ոսոր դու հասկացար, որ քո պատկերացումներով չի աշխարհը շարժվում, թռնելու համար դու նստում ես, ամրագոտի ես կպսնու վրա, դու երևի աղոթում ես, որ խաղաղ տեղ հասնես մի 3 ժամից։ Այնքան տարօրինակ էր այդ ինձ համար, բայց ոնց որ այդ հուշը նաև նրա դրսևորումներ, որ ինչ որ մի հատ պահ է գալիս, որ դու հասկանում ես աշխարհը ամենևին քո պատկերացրածը չէ։ Այն ինչ որ դու այդ քո նախաստեղծ գիտակցմամբ մտածել ես, հղացրել ես, մեկ էլ ինչ որ մի պահի լրիվ ջարդվում է ու դու արդեն այդ ինքնաթիռը ոնց է, չէ՞, թռնում, դու այդ աշխարհի հետ գնում ես, քեզ հետ տանելով արդեն ուրիշների պարտադրած պատկերացումները։ Իսկ հետո շատ եղան էլի տենց դեպքեր, որ մինչև արդեն սովորեցի էլի։ Կյանքին։ Մեծ տարիքում երբ սովորեցիր, օրինակ երբ իմունիտետ ձեռք բերեցիր, որ դե հիմա կյանքն է այսպեսին։ Դասի մեկ էլ էլի տենց մի հատ դեպքեր եղել, պետք է գնայինք գազանանոց, էլի մեծ մթում դրան անդրադարձել էի մամայի հետ, պետք է գնար ու կարծես պետք է գտնի ամենագեղեցիկ կենդանուն ու ես փորձում էի փնտրել, ում վրա մատս ուղում էի, բարձվում էր, որ չէ, այդ չի, իրական պետք է եղնիկին փնտրեի, բայց եղնիկն էլ այդքան ոնց ասեմ, չէի հավանում։ Բայց հետո գլխի ընկա, որ եղնիկն է, որովհետև ուրիշների հիացական հայացքները գտա ուղղված եղնիկին։ Այսինքն ես սովորեցի, որ գեղեցիկը ոչ թե իմ ընկալմամբ գեղեցիկն է, այլ թե ուրիշները ինչն են գեղեցիկ համարում։ Հետո դու հասկանում ես, որ կյանքում էլ է տենց, էլի, չգիտեմ, Instagram-յան ֆիլտրեր, բաներ, որ ոնց որ այնքան է դա արդեն նորմա դառնում, որ քեզ պարտադրում են, որ չէ, գեղեցիկը սա է ու քո այդ նախնական պատկերացումները, եթե չասեմ վերանում են, գոնե ինչ որ առումով վերափոխվում են։ Այդ էլ էլի հետաքրքիր զգացողություն էր, որ ունեցա, որ պարզեցի, որ իմ գտած փնտրած կենդանիները կենդանուներ գեղեցիկ։ Ճիշտ ասած չեմ հիշում, բայց տենց մտածում եմ երևի գեղեցկությունը մի քիչ ուժի բաղադրիչ պետք է ունենա, մի քիչ տենց լացիկության եւ այլ։ Գրում կարող է տենց արդյուզ մարուց էի ընտրել, բայց դրանք ինչ գեղեցիկ։ Դրանք հիմա կա կենդանի, որ գեղեցիկ ես համարում։ Ագրավը։ Լուրջ։ Հա, իմ ամենասիրած կենդանին է, հա, շատ եմ սիրում։ Գրականությունը կապ ունի դրա հետ։ Գրականության մեջ շատ են ագրավները, այդ պոյի ագրավները, չգիտեմ, շատ խորհրդավոր կենդանի ու շատ խելացի են։ Հետո որ Կաստանեդա էի ընթերցում, այդ էզոտերիկ մի քիչ գրականությունից է ինքը, ասում եմ որ երբ որ դու փորձում ես այդ դաշտ մտնել քո կենթանուն ես ձեռք բերում, մի հատ ագրավ կար, ամեն օր ժամը 9-ին գալիս էր պատուհանս թաղում էր, տենց մտերմացանք։ Գրողների հետ կապված մի հետաքրքիր միտք կա, որ համաշխարհային գրողներին, հատկապես, չգիտեմ, Բուկովսկուն, Միլերին ու մի քիչ ավելի ակտիվ կյանք վարած հեղինակներին, որ sense խոսեմ, երևի ավելի շատ տենց մարդկանց կգտնեմ, քան ավելի հանգիստ կյանքով ապրածներին, որոնց կյանքը մի տեսակ ինքնին գրականության է նման ու հենց այդ կյանքն էլ հաճախ բերում են գրականություն։ Այսինքն ինձ մոտ տպավորություն է մեկ-մեկ, որ
իրենք հենց այդպես էլ ուզում են ապրեն, ինչ որ հատուկ դրամաներ ունենան, ինտրիգներ ունենան ու այդ ամեն ինչը տեղափոխեն գրականություն։ Քո կարծիքով այս ամեն ինչը ինչ կապ ունի գրողի հետ ու արդյոք չի կարելի ապրել սովորական հանգիստ ու գրել։ Չէ, երևի։ Այս վերջին շրջանը շատ հանգիստ եմ, ոնց ոչ մի բան չեմ կարողանում գրել։ Այդ առումով խնդրային է։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ իրենք ուզում էին այդ կյանքով ապրել։ Ես օրինակ ընթերցում եի Էդվարդ Լիմոնովի «Ես այդ իշքան եմ» գործը, որ իդեպ շատ եմ հավանել։ Ես կյանքում չեմ մտածի, որ ինքը կուզեր այդ կյանքով ապրել, թեպետ դա դարձավ ֆանտաստիկ գրականություն, նույնը Բուկովսկին, Միլլերի մասով նաև լսել եմ, որ ինքը շատ пассив կյանքով էր ապրում, ուղղակի ուզում էր այդպեսին լինել, դրա համար գրում էր ինչ որ իրանից հեռու է, բայց չգիտեմ, շատ չեմ ուսումնասիրել։ Ամեն դեպքում ոչ թե ուզում են հենց այդ կյանքն ունենալ, այլ ասում են լավ ունեցա գոնե մի օգուտ քաղենք սրանից, գրեմ դրա մասին։ Ինձ մոտ էլ է շատ այդ ճանապարհը եղել, որ խնդիրներ ես ունենում, թե առողջական, թե հոգեբանական, դե բնականաբար չես ուզում ես օր առաջ դրանից ազատվել, բայց դե որ չես ազատվում, ի՞նչ անես, ասես լավ գրեմ գոնե։ Սրա մասին ու շատ ապրված տեքստ է ստացվում։ Իսկ դու շատ ես սիրում կարդալ գրողների կենսագրությունը ու այդ հետաքրքիր դեպքերը դուրս բերել։ Շատ չէ, ինչու, որովհետև որ շատ ես կարդում, հետո իր կենսագրությունը ազդում է քո ընկալման վրա, ես էլ փորձում կենսագրությունն ու գրական տեքստը մի փոքր զանազանել, հա, օրինակ այդ Համսունին էլ վերցնենք, ինքն էլ որ սովը գրեց, այդ ամեն ինչի միջով ապրել է։ Ես զգում եմ, որ ինքը տարիներ շարունակ սոված է ապրել, ինքը նացիստ է եղել, իրան պատմությունից հիմա փորձում են ջնջել, բայց իր տեքստերը լավն են, հիմա դու ինչպես մոտենաս սրան։ Այսինքն դու գրողի մասին կարդում ես, թեկուզ այն մեր ամենասիրելի կամ հայ գրողների մասին, ոչ դասագրքային իրականություն, հա, ոչ դասագրքային իրականություն, ասում ես մի խոսքով, բայց ես ուրիշ ձև էի պատկերացնում, այլ ինքը չպետք է տենց ասպետ լիներ եւ այլ, բայց բարձում ես որ չէ, դե մարդը իր կյանքն է ունեցել, իր կյանքով ապրել։ Ու այդ դժվարացնում է քո ընկալումները, բայց օգնում է տեքստը հասկանալ, որովհետեւ դու տեսնում ես թե օրինակ այդ կենսագրական էլեմենտներից, որոնք են փոխանցվել, ինչ ա եղել։ Ամեն դեպքում տենց սխալ չի, բնականաբար, լավ է, բայց ես փորձում եմ այդ երկուսին զանազանել, դրա համար շատ չեմ ուզում, որ ին վրա ազդի։ Հետաքրքիր է, որ հիմա բաց է գրականությունը, չգիտեմ, ժամանակակից գրողների հետ կարելի է կանգնել, խոսել, քննարկել, բայց ինձ մոտ մեկ տպավորություն է, որ մենք 5 գրողների մասին շատ ավելի շատ բան գիտենք, քան օրինակ մեր կողքին ապրող գրողների մասին։ Ու հետո էլ չեմ պատկերացնում, օրինակ շատ տարիներ անցնեն, ով է անելու այդ գործը, որ սենց ասեն, օй Ջեսա գիտեք ինչ է արել օրինակ այսպես ինչ որ։ Իրականում այդպես է, շատերի հետ որ խոսում ես, ասենք մարդ գնում է 3 օրով Փարիզ, Էյֆելյան աշտարակը անպայման տեսնում, բայց որ գիտի մի տարով է, ասում եմ դե մի օր կտեսնեմ ու տենց էլ չի այցելում, հնարավոր է այդպես։ Ինչը որ քեզ հասանելի է թվում, հետաքրքիր չի բնականաբար, հա, լինի ժամանակակից գրողի կյանքը, դե ասում ես, հա, մեր կողքն է, մի օր կտեսնեմ, կխոսեմ հետը կամ չգիտեմ պարզ կդառնա, բայց հնարավոր է ճիշտ է, որ իրենց մասին շատ ավելի քիչ իմանան, քան օրինակ այն գրողների, որոնք շատ ավելի փակ կյանքով են ապրել ու տարիներ առաջ։ Իսկ կան պատմություններ, դեպքեր, որ քո մասին կարելի է պատմել տարիներ հետո։ Դա չէ։ Ու ավելի ճանաչել քեզ ու քո գրականությունը։ Չգիտեմ, չէ, երևի այդ պատմողից է կախված։ Հնարավորից է կախված։ Մի քիչ դե տենց որ ճոխացնեն բան, հետաքրքիր ներկայացնեն, հնարավոր է, բայց իմ մտքով հիմա բան չի գալիս, չգիտեմ։ Իսկ չկան բան։ Որ մտքովս գայս կգրեմ։ Դու կգրես, բայց կգրես քո մասին ա որ դա։ Թե կշեղես։ Իմաստ չունի, հա, ավելի լավ է դու քեզնից փորձես մի քիչ հեռանալ, իրականում ցանկացած կերպար քեզնից ինչ-որ մասեր ունի, բայց երբ որ ուզում ես հենց քեզնից գրել, այդտեղ արդեն տեքստը գնալով ավելի վատնա դառնում, իմ փորձից ելնելով։ Վախեր շատ ունես։ Վախն ինչա չունենամ։ Մարիամ ջան։ Շատ։ Հա, էլի։ Շատ Ինչից օրինակ։ Այն որ կարող չհասցնեմ ինչ որ մի բան անեմ։ Չգիտեմ որ աշխարհը ինձնից ավելի արագ է պատտվում, քան ես եմ հասցնում իր հետևից գնամ։ Այդ դրանք են, որ տես տարիների հերվից եկել նայում ես, ասում ես, բայց ես ոնց որ հետ եմ մնացել, ավելին կարող էի ունենալ, չգիտեմ, ձգտել, նասնել, այդ մի քիչ վախացնում է, բայց դե ամենօրյա վախերը կան, ցանկացած բանից այդ ավելի սովորական վախեր կան, որ օրինակ
Սի տենց է, չէ՞ որ շատ էս ունենում, տենց դժվար էս մտաբերում, բայց հեսա կհիշեմ, ինչից եմ վախում ես։ Օրինակ ես կռիչներից ֆոբիա ունեմ, առնետներից։ Հա, միջատներից, ահա որ միջատների չեմ սիրում, որ օրինակ միջատներից ինչ որ մի բան հայտնվում է տանը, միջև դռները չփակեմ, հարցերը չլուծեմ, չեմ քնում։ Դի անպայման տանը միջատ չլինի։ Ստուգում ես ամեն գիշեր մի։ Հա, տենց ասենք տան լույսերը անջատում եմ, միջանցքի լույսը վառում եմ, նախամուտքի էլի, որ այն հույսով որ կգնա, եթե հանկարծ խելոք ալինում չի գնում, ես ուրիշ լուծումներ եմ մտածում, բայց իրանք ինձ ահա որ նյարդային ասում են տզոցը բան չեմ կարողանում տանել ու որ գիտեմ կարող հանկարծ ես լավ քնած լինեմ ու մեկ էլ ականջիս կողքով անցնի։ Հա, իրան։ Բացի գրականությունից ուրիշ ինչ հետաքրքրություններ ունես ու ունեցել ես ժամանակին։ Սպորտ եմ շատ սիրում։ Ժամանակին զբաղվում էի, բիլիարդ էի խաղում, ինչ այլ խաղեր էի սիրում, թեպետ այդ սեղանի խաղեր բան սիրում եմ, այդ մրցակցությունը շատ եմ սիրում։ Ժամանակին օրինակ այդ հաղթելու համար այդ Մակիավելի ասած բոլոր միջոցները արդարացված էի համարում, հիմա այդքան չէ, դա երևի մի քիչ այսօրվա վախերից է գալի, որ ասում այ մարդը լավ էլի, ինչի հետևից ես ընկել։ Ապրի էլի։ Հա, էլի հանգիստ քո համար ապրի մի քիչ տենց խաղաղ կյանքով գնա։ Բայց հաղթեց գրականությունը։ Հա, որովհետև այդ երևի միակ բանն է, որից հոգնել չունեմ։ Օրինակ սպորտով զբաղվում ես, հոգնում ես, բիլիարդ խաղում ես, իմ դեպքում հոգնում էի տարբեր խաղերից էլի եւս, բայց գրականությունը ոնց որ ուղղի մարզում է, հետո բանա պահանջում, տևականություն է պահանջում։ Դու որ մի օր չես կարդում, զգում ես, որ արդեն հետդ մի բան այն չէ, ու ստիպված շարունակում ես կարդալ։ Այդ միակն է, որ ազատում չուներ։ Հեշտ մարդ ես քեզ համարում ընդհանրապես։ Հիմա Առաջ, հա, առաջ չէ։ Ինչով է դժվար։ Դե երևի տարիքից էր գալիս, հետո իդես որ մի քիչ տենց խնդիրներ ես ունենում, թե լինի ասենք հոգեբանական, թե առողջական, դու ամեն ինչին շատ ավելի բուռն ես արձագանքում։ Դա տարիների ընթացքում փոխվեց, հետո այդ երիտասարդական այդ դες հեղափոխական այդ կերպարը հա մեջիդ որ ամեն ինչին ուզում ես ընդվզել ու քո պատկերացրածով դա անես, կյանքդ իհարկե հետաքրքիր է դարձնում, բայց նաև անտանելի, որովհետև այդ ապրումները, այդ զգացողությունները իրանք իրականում քեզ կարող են կործանել։ Դժվար է դրա հետ ապրելը, հետո որ մեծ մութը գրեցի, ինձ համար բեկումնային շրջան էր, շատ հիշողություններ ես ունեի, որոնք ինձ համար շատ թանկ էին։ Ես ափսոսում էի, հանկարծ կարող եմ մի օր մոռանամ։ Ասացի գրեմ ու հանգիստ ոնց որ սկսեմ նոր կետից սկսեմ, նոր էջից։ Այդ գրելուց հետո ուզում հասկանամ այդ հիշողությունները էլ չեն անհանգստացնում կամ չեն գալիս, թե ուղղակի հանգիստ ես, որ թողել ես ինչ-որ միտեղ։ Գալիս են, ուղղակի շատ դեպքերում դες մարդու հոգեբանությունը հետեւյալ կերպ աշխատում, եթե դու ինչ-որ մի բան արել ես, քեզ համար արդեն բնական է, որ նույնը կշարունակես անելու։ Եթե դու դրա մասին շատ ես հիշում, դու բնականաբար չես կարող քո տեսակից, քո եսից հեռանալ, ասում ես դե լավ, հիմա ինչ տարբերություն, մի անգամ թե երկու անգամ ու շարունակում ես նույն սխալը կրկնել։ Բայց երբ որ փորձում ես գոնե դրանք մոռանալ կամ ինչ-որ ձև զսպել, դու հնարավորություն ունես այսպես նոր այդ տաբուլա ռասայից սկսելու։ Իհարկե հիշողությունները շատ դեպքերում այցելում են, գալիս են, բայց հետո դու արդեն որ մի շրջան նոր մոտեցումներով ես ապրում արդեն հրաժարվելով նախքին, չգիտեմ, հարատներից, բաստողումներից, դու արդեն քո այս նոր տեսակին ես ավելի սովոր ու փորձում ես դրանք չկրկնել։ Իսկ կան բաներ, որ կփոխեիր քո մեջ։ Հա, իհարկե։ Շատ։ Հա։ Ես բաց եմ փոփոխումներին։ Ոնց ես աշխատում։ Ես մտածում եմ, որ ինքդ քեզնից շատ հաճախ դու հոգնում ես։ Դա անընդհատ նույնն ես, էլի հոգնում ես։ Ինչ որ փորձում ես տարբեր կերպարներ ունես, չէ՞, օրինակ սկզբում ասացի մի քանի ինքնություն նեի փորձում ունենալ, թե ասենք մասնագիտություն ունեցող մեկի կամ թեկուզ ընթերցասեր մեկը ու գրող մեկը, դրանք տարբեր են։ Ու երբ մեկից հոգնում ես, փորձում ես մյուսի կյանքով ապրել։ Բայց ոչ ի ցույց բոլորին էլի այդ անիմաստ դրանք բաներ են, հա, ասում գրողը պետքա, չգիտեմ, շարֆ կապի կամ
մի ձև իրան ներկայացնի։ Կերպար պիտի ունենա անպայման։ Լրիվ անիմաստ է ինքս ինձ համար, օրինակ այդ գրողի կերպարը, էլի ինքս ինձ համար դիտողականության մասը դուրս գամ փողոց, նկատեմ ինչ որ բաներ ու փորձեմ դա տեքստի վերածել, ինձ ոչ մեկի հայացքը տեղ պետք չի, որ ես sense փորձեմ, ես այսպես են Բարտը մի հատ հոդված ուներ միֆոլոգիաներ իր գրքում, ասում է անգամ գրողի կեցվածքից ինքը արդեն այդ միֆականությունը վերարտադրում է, էլի իբր տեսեք, ես գրող եմ, ինքը որ թերթ է կարդում, հենց վեհ է կարդում, ոնց որ ինչ որ մի շատ կարևոր տող է ընթերցում ու մենակ ինքն է դա հասկանում, չէ, դա ինձ համար շատ տարօրինակ է, հիշում ես 10-15 տարի առաջ, որ Soada System of a Down-ը նոր էր, տենց հայտնի, կամ ես Հայաստանում չեմ հիշում, հա, Հայաստանում, բացի որ ես իրանց երգերը շատ էի սիրում, ինձ նաև շատ գրահումեր են, որ այդ կերպարները անպայման չի, տենց ռոկերի կերպարի մեջ մտնեն, երկաթներ կրեն, ինչ որ կաշվե վերարկուները ոչ անպայմանորեն, ասենք, գիտեմ, պիջակով գնում կամ սպիտակ շապիկով երգում, ինձ այնքան հարազատ դա թվաց, որ հանգիստ մարդիկ իրանց գործն են անում, էլի, արտադիր չի տենց միֆականացնեն կամ այդ այսօրվա այդ կլիշեները վերարտադրեն։ Տենց մի հատ մեմ կար Metallica-ի երկրպագուների հետ կապված, Metallica-ի երաժիշտները, արտիստները սովորական շորերով քայլում են ու իրենց երկրպագուները կաշվե շորերով, ասենց անպայման ինչ-որ բրուտալ տեսքով։ Հա, երևի ինքնապաշտպանական ինչ-որ բաներ է, էլի։ Իրական դու կրկնում ես մի բան, որը իրականում տենց չի։ Իսկ այս փոփոխելու հետ կապված մի հարց էլ տամ ու երևի էլ չեմ բանանի։ Ինչ բնավորություն կոնկրետ քո միջից կարծում ես, որ կփոխեիր, որ խանգարում է դիմացիներին շատ։ Դիմացիներին խանգարում է։ Եթե կա։ Դե կխանգարի ակնհայտորեն։ Չգիտեմ, պետք է մտածեմ, բայց հենց մտքից գալիս է փորձում եմ իրանց դերության մեջ էլ մտնել։ Իսկ կա բան, որ կարծում ես։ Կա բան, որ կարծում ես շատ ավելի հաճելի է դիմացիների համար, բայց քեզ համար այդքան էլ հարմար չի։ Քո այդ տեսակ լինելը։ Հա, գիտես, ամեն շփում չի, որ ստացվում է։ Իմ մոտ ամեն հանդիպում չի, որ ես կարող եմ օրինակ երկար ժամանակ այնտեղ անցկացնել, այդ ինձ դժվար է տրվում, բայց չեմ կարողանում այդ խնդիրը լուծել, որ դա հաճ խոսակցությունա մի րոպե շուտ փորձում եմ տեղից դուրս գալ, էլի դա իհարկե խնդիրներ կարող է լինեն։ Այդտեղ ծանոթների բան ասեն, ես ինչ եկավ տարօրինակ բայց իրան գնաց, բայց այլի։ Հա, ամեն երեգել մի հատ տենց ռիլ էի նկարել, ասում եմ ոնց որ ընթերցանությունը դժվարություններ է ենթադրում առաջին այն մասով, որ դու շփվում ես ամենախելացի մարդկանց հետ բոլոր ժամանակների ամենավառ մտքեր ունեցող փիլիսոփաների, գրողների ու կարդում ես իրանց գրքերը, գրքերն էլ այս մասով ինչ են։ Իրենք իրենց ամենավառ մտքերը են, ամենալավ տողերը գրքերում են ներկայացնում, որովհետև դա խմբագրում են, դա երկար ժամանակ սառում է, հետո դրա նորից են անդրադառնում։ Մի խոսքով դու այս գրքերը կարդում ես, հետո առօրյա շփումը շատ է բարթանում։ Որ դու սովորես ասենք խոսես Դոստոևսկու հետ երկխոս ես, քանի որ ցանկացած ընթերցանություն ինքը երկխոսություն է, դու հարցեր ես տալիս իրան, պատասխանները մյուս էջերում ես գտնում, Նիչեի հետ ես խոսում, սրա նրա հետ ես խոսում։ Ու հետո այդ առօրյա շփումը ինչ որ առումով բարթանում է։ Շատ։ Հա, շատ բարթանում է։ Մեկին կարող է հետաքրքիր չէ, մեքենաներից խոսել, ինձ բացարձակ դա չի հետաքրքրում։ Ես չեմ կարողանում այդ խոսակցությունների մեջ ինտեգրվել էլի, այս գույնի թե այն գույնի։ Ինձ համար այնքան միևնույն է այդ ամեն ինչ էլի, ու դրա համար ասում լավ, ես գնամ տուն, գիրք կարդամ էլի, սրա փոխարեն ինչ կլինի։ Ընդհանրապես արվեստն է էլի բարթացնում, ես շատ համաձայն եի այդ կորիլի հետ։ Կինո էլ որ լավ կինո ես նայում կամ չգիտեմ, լավ սերիալ ես նայում ու մի քանի օր անընդհատ նայում ես, մեկ էլ դուրս ես գալի իրականություն ու ասենց ստոպ ես լինում։ Հա, կա տենց բան։ Նկատել ես մեկ-մեկ որ լավ գիրք կամ ֆիլմ ես նայում, չես ուզում տնից դուրս գալ, որ ինչ որ ուրիշ բան չպարզաջրի հանգարց մտքերը։ Տենց մնաս, հա, մարսես, այդ հետ համը մի հատ զգաս, հասկանաս, այո, լինում է։ Մենք ունենք մշտական հարց հայ ժամանակակից գրականությունից կա գիրք կամ թեկուզ պատմվածք, որ կուզեիր քոնը լիներ, բայց ուրիշն է գրել։ Նայ կան գործեր, որ շատ եմ սիրում, շատ, բայց ոչ մի գործ բացառությամբ մի գրքի չէի ուզի, որ
կուզեի որ այդ մեկը կուզեի իմը լիներ, այդ Զյուսկինդի պարֆումերն է։ Բայց հայերից պիտի ներողություն, օծանելիք ասեմ, որովհետեւ պարֆումերը սխալ թարգմանություն էր, այդ մարդը Զյուսկինդը հենց օծանելիք է բնագրով գրել, տենց մտքիս եկավ, որովհետեւ այդ գիրքը այնքան ինն է, ես կարծես ինձ գողացված զգամ, հասկանում ես, չեմ ուզում ուրիշինը վերցնել, ասում եմ ես պետք է գրած լինեի, էլի։ Զու դրա համար, բայց այնպես էլ չի իմ ամենասիրելի գործն է, Կարամազով եւ այլ կան, բայց ուրիշի գրած գործա գործ չունեմ, չեմ ուզում վերցնել, չեմ ուզում իմը լինի, բայց այդ օծանելիքը, չգիտեմ, ոնց որ ալտերնատիվ իրականության մեջ ես գրած լինեմ, այդ տպավորություն ունեմ։ Հայերից չկա ոչինչ։ Չէ, կան որ շատ եմ սիրում, օրինակ պատմվածքներից Նորայրի Պետրոսը շատ եմ սիրում, ֆանտաստիկ դա պատմվածք է, իմ երբևէ կարդացած լավագույն պատմվածքներից է, օրինակ ես Գրիգի Ֆրիդենսդորֆը ֆանտաստիկ գործ է, նորարարական բաղադրիչ ունի, ինչը շատ կարևոր եմ համարում, որովհետև եթե ուզում ես գրականությունը մրցակցային լինի, պետք է այդ նորարարականությունը դու ավելացնես։ Պիտի գնաս ժամանակի հետ։ Գուրգեն Խանջյանից եմ շատ ազդվել, իր, գիտեմ, ձևակերպումները, մտքերը բան հղկել են տեքստս, մեծապես ազդել են։ Արամ Պաչյանն շատ կան որ սիրում եմ, Գրիշին շատ բայց որ քոնն է մենակ օծանելիքն է, պատմվածքը։ Հա, բայց որ կուզեի իմը լիներ, միայն օծանելիքն է։ Հետաքրքիր է։ Ու 3 հարց տամ քեզ արագ, այսպես պատասխանի 3 տարբերակներով տամ։ Եթե չլինեիր գրող, կլինեիր դերասան, օդաչու, թե հովիվ։ Կարամ ոչ մեկ չընտրեմ, պարտադիր պիտի ընտրեմ։ Ինա դու եմ ծայրահեղ բաներ ընտրել։ Դե դերասան կլինեիր, չէ՞։ Դերասան, որ գոնե Շեքսպիր կարդայի, պետք է էլի դերասաններ։ Եթե փոխեիր անցյալը ներկան երկուսն էլ։ Ահա։ Որը կընտրեիր։ Կամ անցյալը կամ ներկան, կամ երկուսն էլ պիտի փոխես։ Մի վարքան, անցյալը ու ներկան։ Ինձ համար գիտես ոնց որ ներկան էլ է անցյալ, որովհետև ինքը տես մի վարքան հետո դասվում է անցյալին, էլի ես այդ ներկան մի քիչ դժվար եմ որսում։ Դրա համար այդ հարցի պատասխանը այդքան սկզբունքային չի, թե մեկի մասով, թե երկուսի։ Հայ հնարավոր է եւ ցանկություն ունեմ ինչ-որ բաներ փոխելու, բայց եթե անգամ սխալներ արել եմ, դրանից հետո միայն սովորել եմ ու դա էլ արդեն չգիտեմ, եթե սխալը չլիներ, հնարավոր է արդեն ապագայում այդ սխալը անեի, դրա համար թողենք ոնց կա։ Լավ։ Գրականությունից ջնջում ենք մի գրողի, Մաքարթի, Կաֆկա, Ջոյս։ Հիմա ես ինչ անեմ այս հարցից հետո։ Տիկներ են լավ։ Չէ, պատկերացնում ես հետո ինչ կասենք, ասեն նայ, ասենք էս սումա ջնջում։ Դե չէ, ես եմ մեղավոր, մեկին պիտի խնդրել ենք, որ մեկին նայ, արի sense պատասխանենք, Ջոյսին արի ջնջենք։ Գրողական, հա։ Որովհետև ինքը մի հատ նենց գիր գրեց այդ իր Ուլիսեսով, որ դրանից հետո ինչ գրում ես արդեն նոր չի կարող լինել, որ մեր շանսերը մեծանան։ Արի Ջոյսին ջնջենք, Մաքարթին շատ եմ սիրում։ Ես համարում եմ իրեն լավագույն գրողներից, դե Կաֆկային էլ ուղղակի Ձեռը չի գնա, այլ չեմ կարող։ Հասկացա։ Ջոյսին ջնջում ենք։ Ջոյսին։ Շնորհակալություն քեզ, որ եկար։ Շնորհակալ։ Շնորհակալություն, որ զրուցեցինք ու վերջին հարցը գրողի ծոցից հաղորդումը քեզ համար հետաքրքիր էր, ձանձրալի էր։ Չէ, շատ չես խոսքս չես կարող կտրես։ Այս խոսակցությունը սիրում եմ, գրականությունից գրքերի շատ եմ սիրում, ժամերով կխոսեմ, հա։ Իրոք հետաքրքիր էր։ Շնորհակալություն, որ եկար։ Ձեզ էլ շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, որ հետևում եք գրողի ծոցիցին, միշտ հետևեք, որպեսզի ավելի լավ ճանաչենք մեր սիրելի ժամանակակից գրողներին։ Հաջողություն։